Ես իհարկե հավատում եմ ձեզ, որ ասում եք, բայց իմ ասածը մի քիչ ուրիշ էր, թվեր էի ասում, ես 4 թվերին եմ էլի ավելի շատ հավատում կամ դրանով եմ պատկերացում կազմում, ես շատ պարզ ասեցի, որքան է այս պահին հավաքվում турք այս գծով, որքան նաև այդ ներմուծման մասով, ոչ միայն турք, նաև մնացած, եթե կա հարկատեսակներ, այս ավելացումը ինչքան կավելացնի բյուջեի մուտքերը եւ օրինակ առնվազն ձեր նախագծում չկա, եթե այդ турքը աճում է, նշանակում է առնվազն ինչ որ չափով մուտքերը պետական բյուջե ավելանում են։ Եթե նախագծում լիներ, որ այս սրանով նաև այս աջակցության ծրագիրն ենք առաջարկում ավելացնում, դա պարզ կլիներ, որտեղ գումարը ավելանում է, առնվազն այնտեղ աջակցություն չի ավ։ Սա էր մոտեցումը։ Հիմա որ դուք տանում եք, որ սա անում ենք, որպեսզի սպառողները, մեր տեղական արտադրողը դուրս չմղվի, ես դրա մասին չեմ խոսում, ընդհակառակը։ Իմ ասածը մոտեցման հարցն է։ Ոչ թե ես ասում եմ թող տեղական արտադրողը պարտվի մրցակցության մեջ։ Ճիշտ հակառակը, ես ասում եմ տեղական արտադրողի համար երկարաժամկետ զարգացման հնարավորություններ պետք է ստեղծվի, այդ թվում տարածաշրջանային շուկայում, որ անընդհատ անհրաժեշտություն չլինի հարկը բարձրացնել, հարկը իջեցնել, չգիտեմ, փոխարժեքին հետևել եւ այլն, որ իրենք էլ կայանան, դառնան մրցակից, ինչու ոչ, նաեւ տեղական արտադրանքը արտահանվի հենց հարևան երկրներ կամ ավելի հեռավոր երկրներ։ Սա է իմ ասացի տարբերությունը, որևէ մեկը չի ասում տեղական արտադրողի հաշվին, մոտեցման հարցն է, հարկ, անուղակի հարկ ներմուծման մաքս турք բարձրացնելու փոխարեն համարժեք պետական աջակցություն։ Սա է մոտեցումը, որ ես մեկը ձեր զեկույցից, ձեր բերած թվերից կամ դրանց բացակայությունից չհասկացա, թե ինչպես եք դուք դա բալանսավորել իմ ասացի իմաստով։